ադրբեջանական էներգակիրներին Հայաստանը այլընտրանք չպետք է ունենա։ Հարգելի ընկերներ, մենք ձեզ հետ արդեն հասցրել ենք խոսել այն մասին, որ բավականին ակտիվ մեր եվրոպացի հարգարժան գործընկերները խառնվում են Հայաստանի ներքին գործերին, բայց այսօր մենք այս հարցի պատասխանը ստացանք, թե ինչու է դա տեղի ունենում։ Ըստ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի, պաշտոնական Երևանը ինքն է խնդրել, որ Բրյուսելը աջակցի Երևանին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարել արտաքին ազդեցության դեմ։ Աշխարհաքաղաքականության մեջ իրականում ամեն ինչ իր գինը ունի։ Եվ եթե պաշտոնական Երևանը այդպիսի բան է խնդրում, Բրյուսելն էլ ինքը ինչ-որ խնդրանքների այսպես ցուցակ պետք է ներկայացնի, պահանջների ցուցակ ներկայացնի։ Պահանջներից մեկը վերաբերում է նրան, որ ռուսական էժան, որակյալ եւ որոնց մատակարարման հետ կապված երբեք մենք խնդիր չենք ունեցել էներգակիրներից հրաժարվելն է։ Այս մասին խոսել է Մարտա Կոսը, եւս մի եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա։ Ավելին, ընկերներ, մի հատ այս լուրը համակցեք մեկ այլ լուրի հետ, որ առաջին անգամ պատմության մեջ Ադրբեջանից Հայաստան վառելիք է գալու։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Խնդրում են Բրյուսելին աջակցություն ընտրությունների ժամանակ վերընտրվելու համար։ Բրյուսելը ասում է, դե այդ դեպքում գնացեք տնտեսական ինքնասպանության, Ռուսաստանի հետ տնտեսական կոոպերացիայից հրաժարվեք, ռուսական էներգակիրներից հրաժարվեք, փոխարենը հենա գնեք ադրբեջանականը։ Այսինքն ստացվում է, որ մեզ դիտակցաբար տանում են էներգետիկ կախվածության Ադրբեջանից։